Վարդան Ղուկասյանին տեղափոխեցին Երևան, սկզբից հակակոռուպցիոն կոմիտե, հիմա էլ դատարան կալանքի միջնորդությունն է քննվում։ Այս ամենի վերաբերյալ ինչ կարող եք ասել։ Հարգելի լրագրող ջան, ես բավականին երկար ժամանակ արտահայտվել եմ, իմ դիրքորոշումը ասել եմ, բոլոր այս կալանումների, հետապնդումների համար քաղաք իշխանությունն է մեղավոր։ Իրանք չմարսեցին Գյումրու քաղաքապետը, որ ընտրվավ ժողովրդի կողմից, իրանք որ ասում են ժողովրդավարական, այսօր մենք տենում ենք Փարաքարի համայնքապետը նույն ճակատագրով հիմի սարքում են կրիմինալ, չգիտեմ ինչ եւ այլն, սենց ինչ որ բաներ են խոսում, բայց մենք այդ մարդուն ճանաչել ենք շատ երկար ժամանակ, շփվել ենք, այդ մարդը շատ համեստ, խելոք, ընտանիքին նվիրյալ տղա, հիմի Վարդան Ղուկասյանը, սրանից հետո էլի ինչքան ընդդիմադիր քաղաքապետեր կան, ինչքան հակա մարդիկ կան, սաղին ձերբակալելու են։ Հակա նկատի ունեք հակաիշխանական ընդդիմադիր։ Հակաիշխանական մարդիկ կան, ովքեր ռեալ գիտակցում են այսօր Հայաստանի Հանրապետության վիճակը, ովքեր ռեալ գիտակցում են, որ այս իշխանությունը տարավ կործանման Հայաստանը, այդ մարդկանց բոլորին կալանավորելու են։ Պատահական եք համարում, որ վաղար շաբաթի ընտրություններին ընդառաջ է նման վարկագիծ դրսևորում, գուցե փորձում են ընտրողին ցույց տալ, որ եթե չեն ընտրում ԿՊ-ին, միևնույնն է, հետո ԿՊ-ն է իշխանությունը զավթելու այլ եւ այլ ճանապարհներով։ Այո, սա էլի եմ կրկնում քաղաքական իրանց իշխանական ճնշումներն են, պետք է ժողովուրդը հասկանա, համախմբվի, միաբանվի եւ դուրս գա իրականում ինքը իր պահանջը ներկայացնի։ Նաև իր ՔՎ-ով ցույց տա իր անհամաձայնությունը։ Բազմիցս ես ասել եմ, ժողովուրդը հարկեր, տուրքեր, չգիտեմ, տուգանքներ մուծելով եւ ոչ մի բան չի պահանջում։ Մենք իրանց աշխատավարձը տալիս ենք, մենք իրանց կներեք, էլի տուալետի թուղթը առնում ենք, բայց պահանջելու ժամանակ ոչ մեկ չի պահանջում։ Կա մի փոքր խումբ ընդդիմադիր, որոնք հելնում են, գոռում են, պահանջում են, բայց դա շատ քիչ է։ Դրա համար իշխանությունը իրան զգում է լիարժեք։ Բայց այսօր Գյումրիում դիմադրություն ցույց տվեց բնակչությունը եւ այդ իսկ պատճառով 6 ժամից ավել չէին կարողանում քաղաքապետանի շենքից հանեին Վարդան Ղուկասյանին։ Դրա համար 30 հոգով ջարդելով դռներ, վազացնելով հանում են քաղաքապետին։ Դա անբարոյականություն է։ Դա անբարոյականության դրսևորում է, որը դրսևորել է այս իշխանությունը եւ ժողովրդին ուզում է սերմանի դա, բայց դա չի լինելու։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։